Թումանյան, ձեզ մի քանի Նիկոլ Փաշինյանն ասում է Ադրբեջանին երկու կողմերով բան անենք, ճանապարհային քարտեզ մշակենք։ մի րոպե մեկը ասում է Ղարաբաղ վերադարձի հարցը փակենք, իրենք ասում են դուք էլ Ադրբեջան վերադարձեք խոսույթը հանենք, որ խաղաղություն հաստատվի, արևմտյան Ադրբեջան խոսույթը հանենք, որ խաղաղություն հաստատվի։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, ինչպես պետք է դա փոխանցվի ադրբեջանական կողմին։ Շատ լուրջ հարց եք տալիս, այս պատահական բռնացրիք ու տալիս եք այն ամենակարևոր հարցերից մեկը, որ մեր ժողովրդի պետության համար ինձ թվում է մի քիչ Բայց դուք այդ հարցերին պատրաստված եք, պարոն Թումանյան, դուք հիմա այստեղ ներողություն, հիմա որ դուք այստեղով անցած ձեզ նկատեցինք, մենք ամեն օր չենք ձեզ տեսնում։ Հիմա դուք նշեցիք, որ կարևոր հարց է։ Հասանելի է միշտ կարող եք Կարևոր հարց է, հիմա այդ ինչպես է բազմաթիվ կարևոր հարցեր կան, ասենց ոտքի վրա չի կարելի տենց հարց տալ, որը տարողունակ է, որը կարող է պահանջի շատ երկար ժամանակ մտքերի նախ տերմինների ձևակերպում, նախ ցանկացած հարցի շուրջ խոսելիս, ես որպես մաթեմատիկոս եմ սա ասում, ու ես հետևելով լրատվական դաշտը, ես ամենաշուտ այս հրա շուրջը կուզեմ խոսել, էլի, մենք տերմիններ ենք օգտագործում, առանց սահմանելու այդ տերմինները։ Մենք որակավորումներ ենք տալիս, առանց հիմքեր ապացույցների։ Այսօր առանց որակումների, առանց գնահատականների։ Հիմա դուք ասում եք, նա այսպես են ասում, այնպես են ասում, եւ ասում եք դուք ինչ եք ասում։ Չէ, ասում այդ առաջարկը պաշտոնական պետք է լինի, թե վարչապետը բավարարվելու է այդ ասուլիսում հնչեցված այդ բանավոր։ Եվ դուք ուզում եք ես վարչապետի փոխարեն պատասխանեմ, դες ինձ թվում է վարչապետը այնքան ասում ամեն կառավարության նիստից հետո վարչապետը իջնում է, շփվում է նույնիսկ ինքնակոչանում, որ հարցեր տա։ Ես կարծում եմ լավագույն պատասխանը եւ վերջնական պատասխանը, ճշգրիտ պատասխանը ձեզ տալիս է վարչապետը եւ կտա, այնպես չի որ վարչապետին դուք հասանելիություն չունեք եւ կարծում եմ նման հարցերը արժի որ ճպտակ վարչապետին եւ բոլորիս լսել տեսակետը Ես խնդրում եմ հարցը շատ զգայուն եւ կարեւոր եւ պետական մակարդակի պետական կարեւորության հարց է, ես կարծում եմ այդ հարցերին պետք է մենք շատ լուրջ եւ պատասխանատու վերաբերվենք